Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնհայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 8-ն է 2026 թվական։ Ուկրաինական պատերազմի հետ կապված մի ուշագրավ թեմայի անդրադառնամ։ Այսօր Կիրակի է, կհասցնեմ փոքր ժամանակ կգտնեմ նաև ընտրությունների հետ կապված առաջիկա անելիքների մասին մի փոքր կանդրադառնամ։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը մեղադրել է Բորիս Ջոնսոնին Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականի խաղաղության համաձայնագիրը խափանելու մեջ։ Հակամարտության արագ ավարտի հնարավորությունը բաց է թողնվել Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետի Ուկրաինա այցից և միջամտությունից հետո։ Կիևը նախկինում ընդունել էր, որ Ջոնսոնը խորհուրդ էր տվել դադարեցնել բանակցությունները 2022 թվականին, ասելով եկեք պարզապես պայքարենք։ Հիմա հարց է առաջանում, թե ինչից է դժգոհ Չեխիայի վարչապետը։ Ինչու՞մ է մեղադրում նախկին վարչապետին Մեծ Բրիտանիայի Բորիս Ջոնսոնին, որ ինքը Ուկրաինային ասելա զիջման չգնաս, դրա մեջ է մեղադրում։ Այսինքն դուք համարում եք, որ պիտի Ուկրաինան գնար զիջումների և օկուպանտ Ռուսաստանին զիջեր։ Այդ նույն Չեխիան չի, որ 68 թվականի գարնանը տանկերը մտան Պրագա, Խորհրդային Միության, ու անմիջապես ձեռքերներդ բարձրացրեցիք, որովհետև դրանից առաջ 56 թվականին տեսել էիք Բուդապեշտում, Հունգարիայի մայրաքաղաքում, ոնց են տանկերը մարդկանց ճխլել կանանց ու երեխաներին, գիտեիք, որ նույնը կանեն ձեզ հետ։ Իսկ Ռուսաստանն ասում է, ես Խորհրդային Միության հետևորդն եմ, ժառանգորդն եմ։ Դուք ինչ էիք ուզում, որ Ուկրաինան համաձայնվի զիջումների, ու Բորիս Ջոնսոնին եք մեղադրում դրանում։ Նախ Բորիս Ջոնսոնը մի քիչ իր արտաքին տեսքով մազերը մի քիչ խառը, մի քիչ էքսցենտրիկ տպավորություն թողող անձնավորություն է, չնայած նրա նկատմամբ ոչ թե մենակ գործունեության, այլ այն, որ ինքը մի հատ գիրք էր գրել Ուինստոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլի մասին, սրա մասին է խոսքը, այս գիրքը Չերչիլի գործոնը, դե Չերչիլի մասին գրքեր էլի գրողներ են եղել, հարցը դա չի, բայց ինքը բավական լուրջ աշխատանք էր տարել, ասեմ, որ կարդացել եմ Էնպես չի, որ ինքը ինչ-որ ասել է լրիվ ճիշտ է, որովհետև ինքը ուղղակի խիստ գերագնահատել է Ուինստոն Չերչիլի դերակատարությունը, այն որ Չերչիլը լեգենդա դրա մասին խոսք չկա, բայց ինքը ավելի էր ասել, քան կա, այսինքն մի քիչ փաստերը, այսպես ասած, գունազարդել էր, բայց այն որ ինքը լինելով վարչապետ, մինչև էլ եղել էր արտգործնախարար, ու ինքը համաձայնվել էր, այսպես ասած, համարձակվել էր Չերչիլի մասին գիրք գրել, եւ ինքը լինելով այդ պաշտոններին կանգնում եւ ասում է, որ ես ով եմ էլի Չերչիլի համեմատ, ինքը վարչապետ է եղել, Չերչիլն էլ է եղել, ես ով եմ իր համեմատ, ես արժանի չէի, որ նրա կոշիկների քուղերը կապեմ, բայց ես համարձակվեցի, որ դա գրեմ։ Իր անցյալի լեգենդի մասին այդպես խոսում է երկրի արտգործնախարար աշխատած, վարչապետ աշխատած մարդը։ Դուք պատկերացնում եք դա ինչ հարգանքի արժանի։ Լամա շուռ եկեք տեսեք ձեր կողքերին ինչ է կատարվում։ Եվ նոր կմտածեք, ով էր Բորիս Ջոնսոնը։ Այսօր Նիկոլ Փաշինյանին նայում ես, ասում է Հայաստանն Իրանից է սկսվում։ Ով որ Իրանից առաջ ապրել է, ստեղծել է ինչ-որ բաներ, ամբողջ նպատակն եղել է Հայաստանի կործանումը։ Ամբողջ իրանց անցած ճանապարհը նա եղել, որ մեր ճանապարհը չանեք, դա սխալ էր։ Այս ձևի են անցյալի մասին խոսում։ Բա տեսեք ոնց է խոսում Ջոնսոնը։ Մի հզոր ու ազդեցիկ պետության վարչապետը։ Կամ թեկուզ վերցնենք Դոնալդ Թրամփը։ Ինչ հլում է Իրանից առաջ, սա վատ են արել, բոլորը վատ են, բոլորն անարժան են, այն աշճանի որ արհամարած ունենաս Ամերիկայի ավանդույթները եւ նախագահների նկարների կողքը դնես քոն նախկինին Ջո Բայդենին, ոչ թե նրա նկարը, այլ գրիչ, որ տեսեք իր փոխարեն ավտոմատ ստորագրություն են դրել, բայց դու ավանդույթ ես խախտում։
Էսա որ ես որոնեի պատերազմ չելնի, ես որոնեի սենց կլներ, եթե ես ելնեի բոլորը թույլ են, ժողովուրդ ջան, գիտենք, այդ ամեն ինչը գիտենք, որ դու ժամանակին, եթե այն Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս ժամանակի հնդկացիների առաջնորդներից մեկը ելնեիր, ասենք չերոկիների, կամանչիների, ապաչիների, մոհիկանների, սիուների, էրակեզների, բա դուք թողեիր եվրոպացիները մտնեին Ամերիկա, վիզները կպոկեիր, այս շատ թույլ են եղել, էլի, այդ առաջնորդները շատ թույլ են եղել, մենք սա էլ ենք տեսնում, չէ, այ Բորիս Ջոնսոնի նկատմամբ մեծագույն հարգանք ունեմ նաև այս գիրքը գրելու, բայց ոչ միայն գիրքը գրելու, այլ գրքով այդպես մեծարելու լեգենդար անձնավորությանը։ Այնպես որ ուզում եմ ասեմ, որ ժողովուրդ ջան, երբ որ խոսում եմ, չմոռանանք, որ նույն Բորիս Ջոնսոնը, երբ որ վարչապետ էր պահպանողական կուսակցությունից, ինքը պաշտոնը թողնելուց հետո 2022 թվականի սեպտեմբերի 6-ին ինքը ինչ ասեց, այդ որ ասում է Ստամբուլի այդ մարտ ամսի մասին էր խոսքը, այսինքն ընտրություններից հետո էր, որ ներողություն, պատերազմից հետո էր, որ Ջոնսոնը համոզեց, որ Ստամբուլում չգնաք չհամաձայնվեք, ու ճիշտ արեց, օկուպանտին ագրեսորին չէր կարելի զիջել, բայց հարցը որն է, որ ինքը հետագայում, երբ որ արդեն վարչապետ չէր, անկեղծորեն խոստովանեց, որ Վլադիմիր Պուտինը իրան զանգել էր, ասել էր Բորիս, հիմա ես հրթիռներով խփում եմ Լոնդոնին։ Նա վարչապետ եղած ժամանակ դա չէր ասել, որպեսզի դա չդառնար միջազգային սկանդալ եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությանը չներքաշեր պատերազմի մեջ ու իր գործընկերներին նույնպես, որ ասեն դե լավ մարդ ես մի բան ասելա, դու էլ կուլ տայիր կամ բան անեիր, ինքը այդ մասին չէր ասել, բայց ինքը լինելով վարչապետ, որին ասել են Լոնդոնին կխփենք հրթիռով, Ուկրաինային ասել է չզիջես։ Հետո է ասել, երբ որ արդեն վարչապետ չէր եւ այլևս միջազգային սկանդալ չէր ելնի, որ ինքը կանգներ ասեր, Պուտինը սպառնում էր Լոնդոնին հրթիռով խփել։ Այդ Պուտինին է զիջելու Չեխիայի վարչապետ։ Ուղղակի ուզում եմ, որ հասկանանք, էլի, ինչի է դա այդպես էլի այս մարդկանց մոտ։ Չնայած Իրանից հետո, երբ որ ինքը հրաժարական տվեց, ասում եմ լեգենդար մարդ ելնելով էլի հրաժարական տվեց, բայց եկավ Լի Ստրասը, էդ էլ հետաքրքիր բան է, շատ դեպքերում վերլուծություններ, որ անում ենք, մարդիկ ասում են, որքանով է դա արժանահավատ 100%, բա մի քանի տարի հետո սենց կլինի, Լի Ստրասը եղավ ընդամենը 50 օր վարչապետ։ Իսկ իր շրջապատում մարդիկ կային, որ արդեն իր ֆենոմենի մասին գիրք էին գրում։ Ներկայացնեն, թե ինչպես ինքը դառավ վարչապետ եւ մեծարեն, չհասցրեցին գիրքը խմբագրեն ուղարկեն տպարան, այդ կինը հրաժարական տվեց, ինչի եմ ուզում ասեմ, Մեծ Բրիտանիայում այդ կարգի վերլուծաբաններ կան, ուղղակի դե իրանք Մեծ Բրիտանիայում են, մենք ով ենք իրանց համեմատ, այսինքն էդ էլ ենք, էլի մենք տեսել թե ինչ է կատարվում, իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված, քանի որ այդ թեման մեզ համար շատ կարևոր է, բանակցություններից հետո ինչ է տեղի ունենում, չմոռանանք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որ եկավ Հայաստան, այն ինչ որ կհրապարակվի, ինչ խոսեցին, ինչ արեցին, դա դնենք մի կողմ, այն ինչ որ մենք գիտենք ենթատեքստ, խնդրեմը այստեղ որն է, խնդրեմը նաև նա է, որ Իրանի հետ կապված, եթե կա լարվածություն, իսկ Իրանից պարզ ասում են, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ լարվածությունը շատ խորը եղավ, ամեն ինչ մենք կանենք, որ այդ ճանապարհը ուղղակի գոյություն չունենա։ Իսկ այդ դեպքում մենք խնդիր ունենք, որովհետև մեր անվտանգության երաշխավորը չի Միացյալ Նահանգները։ Իսկ Իրանը, եթե ցանկանա այդ հարցի հետ կապված թշնամանա, հաստատ ինչ-որ ձև կգտնի մեզ խանգարելու։ Ուրեմն մեր շահերից է բխում, որ մեզ փաստի առաջ չկանգնացնեն, ոնց որ Իրանն է ասում, կողմնորոշվեք ում հետ եք, այնպես էլ չասի Միացյալ Նահանգները, հանգիստ էս անում ենք, հետ չէլ թե Իրանը չհամաձայնվի։
Իսկ դա մեզ համար խնդիր է, մենք լավ գիտենք, որ խնդիր է։ Առավել ևս նորից եմ ասում, մենք գործընկեր չենք Միացյալ Նահանգների, դու պետք չէ խաբվել, որ հեսա եկավ, տեսեք ուրեմն մեզ է ճանաչում գործընկեր։ Եվ դրա համար մենք պետք է մտածենք գոնե իրանք համաձայնության կան, որպեսզի մեզ չպարտադրեն կողմնորոշվել։ Առավել ևս որ գիտեք, մեր արտաքին քաղաքականությունը բոլորին հասելն է ու բոլորի ոտերը գցվելը։ Եվ դրա համար ամեն մեկն ասում է չհասկացանք, բան էս խոստացե կատարի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Թեհրանը Իրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի։ Բանակցել էին։ Երեք ես ձեզ ներկայացրեցի ինչ են հայտարարել։ Այսօր չեն հանգստանում, շարունակում են այս ոճով խոսել այս ամեն ինչի մասին։ Եթե նույնիսկ պատերազմ է լինելու, մենք Իրանը հարստացնելու ենք։ Հիմա պատկերացնում եք Իսրայելը ինչա տեղի ունենում նրա հետ։ Իսկ Իսրայելը Ամերիկայի դաշնակիցն է, Իսրայելն էլ շատ լավ էլ Ադրբեջանի դաշնակիցն է։ Ու մենք էլի փաստի առաջ ենք կանգնում, թե ինչպես պետք է կողմնորոշվենք։ Ինչու ենք մենք այդքան պնդում եւ պնդում ենք Իրանի հարստացման հարցում եւ պատրաստ չենք հրաժարվել դրանից, նույնիսկ եթե մեզ պատերազմ պարտադրեն, որովհետեւ ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե մենք ինչ պետք է ունենանք եւ ինչը չպետք է ունենանք։ Քանի որ հարցը լուծված չի, ինչքան էլ իրանք խաղաղ լինեն, դա մենք օրակարգից հանել չենք կարող, որովհետև մենք գիտենք, քանի հարցը լուծված չի, առիթ են ման գալու, որ այդ պատճառը կյանքի կոչեն։ Նշանակում է մեր քայլերի մեջ մենք պետք է շափազանց զգույշ լինենք, մենք պատերազմը կանխող չենք։ Դրա մասին չի խոսքը։ Մենք այնքան զգույշ լինենք, որ մեր անզգույշ հայտարարություններով ու քայլերով կողմերից որևէ մեկի նկատմամբ չստեղծենք տպավորություն, որ մենք այն մյուսի դաշտից ենք խաղում, մյուսի թիմից ենք խաղում։ Սրա մասին է խոսքը։ Ավել բան չունենք անելու, բայց մենք շատ լավ կարողանում ենք փչացնենք հարաբերությունները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Թեհրանը Մոսկվային եւ Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին եւ կշարունակի համակարգել իր քայլերը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Հիմա դուք պատկերացնում եք Ռուսաստան-Չինաստան։ Իրանը ասում է հենց հետը խոսացել եմ նրանց հետ համակարգելու եմ իմ քայլերը։ Բայց այդ դեպքում Հայաստանն ասում էր, որ ճանապարհը անցնի Սյունիքով, Թրիփը, դա պետք է բխի Իրանի շահից եւ Ռուսաստանի շահից։ Բայց իրանք պետք է գոհ լինեն դրանից, որևէ խնդիր չկա, մենք հավաստիացրել ենք, որ սա ձեր շահերից է բխում։ Ռուսաստանն ու Իրանը միասին են։ Հայաստանը խաղեր է տալը Ռուսաստանի հետ, ասում է ոնց ասես, տենց է մեծ աղբեր։ Բայց եւ Ամերիկային ասում է եկեք տեր կանգնեք, Եվրոպային էլ ասում է, այս Ռուսաստանը խառնվում է մեր գործերին, եկեք ընտրության հարցում մեզ օգնեք։ Հիմա այս շիլաշփոթից պատկերացնում եք, որ մեր իշխանությունները գլուխ են անում։ Իրանի հետ բանակցության անմիջապես նա ասում է, մեր հարցերը պետք է համաձայնեցնենք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Այնպես որ սա էլ մեզ համար շատ կարևոր է հասկանալու համար, որ սա մեզ խնդրեմ է մեզ համար։ Իսկ Չինաստանը զգուշացրել է Միացյալ Նահանգներին հեռախոսազրույցի ժամանակ ավելի հստակեցված ներկայացումը, որ Թայվանի նոր զենքի վաճառքը կարող է խաթարել Դոնալդ Թրամփի 26 թվականի ապրիլի Պեկին տարելիք այցը։ Այսինքն Սի Ցզինպինը Դոնալդ Թրամփին ասել է, եթե դու զենք կտաս Թայվանին, այս կողմերը չերևաս։ Դուք պատկերացնում եք, իսկ Թայվանի անվտանգության երաշխավորը Միացյալ Նահանգներն է։ Բա ոնց է ալնելու։ Դա հեռախոսազրույցի ժամանակ խոսել էին Թայվանի մասին։ Ամերիկան եթե չի ճանաչում Թայվանը, լա նույնիսկ հիմա լավ չենք խոսում Թայվանը ճանաչելու մասին։ Մեկ Չինաստանը ճանաչում ես, ճանաչես, բայց թույլ չտաս, որ կուլ տա։ Դոնալդ Թրամփն ասում էր, ես խոսացի Սի Ցզինպինի հետ, ասի գոնե իմ պաշտոնավարման ժամանակ չհարցակվես։ Ինձանից հետո ինչ ուզում ես արա, որպեսզի հետո ասել, որ ես ելնեի չէին հարցակվի։ Էդ էլ գիտենք, էդ էլ ենք լսել։ Բայց հարց։ Հիմա ո՞նց է տակից դուրս գալու։ Սա էլ է իր այդ մանևրների
չափից շատ նախաձեռնողականությամբ պատասխանը, թե չէ իր համար հանգիստ Թայվանը իր տեղը դրած էր էլի։ Քանի տարի է Չինաստանն ուզում է Թայվանը գրավի, հնարավորություն չի։ 49 թվականի հոկտեմբերի 1-ից իշխանությունը փոխվել է Գոմինդանի կառավարությունը Թայվանում է։ 71 թվականին էլ ՄԱԿ-ում արդեն, չէ որ 45 թվականին ՄԱԿ-ի անդամ էր այս Գոմինդանի կառավարությունը հիմնադիր անդամ, անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Բայց արդեն փոխվեց 71 թվականին անցավ Չինաստանին։ Այդ լիազորությունը կորցրեց, աշխարհը սկսեց ճանաչել Չինաստանին, բայց միևնույն ժամանակ ճանաչում էր նաև Թայվանին։ Հիմա երբ որ բավական ակտիվ բաներ անում է Դոնալդ Թրամփը, մեկուսացնենք Չինաստանը էս անենք, այն անենք, Չինաստանն էլ ասում է ուզում ես ինձ հետ լավ լնես, դա գին ունի, դա Թայվանն է։ Թայվանին պետք է չզիջես։ Իսկ Ամերիկան եթե Թայվանը կորցրեց, Ժողովուրդ ջան, շատ լուրջ տեխնոլոգիաների հարցում, շատ լուրջ չիպերի ու տարբեր հարցերում Ամերիկայի Միացյալ Նահանգների պակասը լրացնում է Թայվանը, Թայվանը կորցնելով ինքն է ընկնելու Չինաստանի ձեռքկրակը։ Ոնց որ հիմա ինքը ուզում է Չինաստանին նավթով ձեռքցի, Թայվանը կորցնես, այդ նույն process-ն է ալնի։ Չինաստանն ասելու է այդ նավթն էլ քեզ, բայց հիմա նավթից ավելի կարևոր բան եմ ես վերցնում։ Այսինքն շատ սկզբունքային է Ամերիկայի համար Թայվանը, եթե Դոնալդ Թրամփը այդ հարցը չպահեց, շատ դուրս բաներ կկորցնի։ Բայց քանի որ ինքը անդադ խաղեր է տալի Չինաստանին մեկուսացնենք, Չինաստանի հետ լավ լնենք, Ռուսաստանին պարտության տանենք, Ռուսաստանի հետ լավ լնենք, Ուկրաինային տանենք, լրիվ խառնել է իրար, այդ պարագայում ասում է ուզում ես հետս լավ լնես, դա գին ունի։ Իսկ դա շատ ծանր հարված է Դոնալդ Թրամփի վարչակազմին, եթե Թայվանի հարցը այդ ձևով դնի բանը։ Ուրեմն զգուշացումը հաջորդել է Թրամփի և Սի Ցզինպինի միջև հեռախոսազրույցին, որի ընթացքում Չինաստանի առաջնորդը ընդգծել է, որ Թայվանը Պեկինի համար կարմիր գիծ է և կոչ է արել Վաշինգտոնին ցուցաբերել ծայրահեղ զգուշություն։ Սա իր կարմիր գիծը մարդը նշեց։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները ըստ տեղեկությունների քննարկում է Թայվանի համար նոր խոշոր պաշտոնական փաթեթ։ Այսինքն նշանակում է այդ բոլոր պայմանավորվածությունները տարվա վերջին էլ Սի Ցզինպինը կգա Ամերիկա, կդառնա լրիվ օդ, եթե հանկարծ այս հարցում ինքը չգնա զիջումների Չինաստանին։ Բա Ռուսաստանի հարցը լուծեից Չինաստանը իրան սենց լկտի չպահեր։ Բա որ Ռուսաստանին թողես Չինաստանի տակ։ Ուրեմն ստիպված դիլես Թայվանից հրաժարվես։ Սա է։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ։ Դե այնպես չի, որ իրանք պարբերաբար չեն խոսում, բայց ինչի է այսօր սա ուշադրություն գրավում, որտեղ ընդամենը 3 էր Մարտակոսի հետ, ընդլայնման հանձնակատարի հետ Եվրամիության, Հական Ֆիդանը քննարկում, որ ինչքան կարևոր դերակատարություն ունի Եվրամիության համար Թուրքիան։ Մեր համար էլ անհանգստացնող։ Դա ենք ասում, իսկ հիմա արդեն ինքը Ադրբեջանի հետ է ճշտում, թե Եվրոպայի հետ մենք ինչ խնդիրներ ունենք, տեղից էլ Ադրբեջանը Եվրոպայի հետ նավթագազային գործընկերագազային ավելի ճիշտ, բայց եւ միևնույն ժամանակ դա չի հարցը, հարցը նա է, որ այս հարցում նույնպես մենք խնդիր ենք ունենում, որտեղ տեսեք ինչեր են քննարկում։ Քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների շրջանակում համագործակցության հարցերը, միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակում համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ադրբեջան-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին։ Այսինքն, ինչպես տեսնում եք, դաշնակցային հարաբերությունների շրջանակում նրանք որևէ ձևով չեն թաքցնում, որ իրանք ռազմավարական դաշնակիցներ են, որևէ ձևով չեն թաքցնում, որ հիմա իրանք բանակներն են միավորել և ՆԱՏՕ-ն Թուրքիայի տեսքով գտնվում է հարավային Կովկասում, ոնց որ Ռուսաստանն ասում էր
լավ օգնեցինք Թուրքիայի միջոցով Արցախի հարցը լուծեցինք։ Լավ եք հիշում Շայգուի խոսքերը։ Հիմա այդ մարդիկ արդեն այս խնդիրներն են քննարկում։ Այսինքն սրանք այն երկու մեր հարևաններն են, որոնց հետ կապված Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք պետք է մեր հարաբերությունները լավացնենք, այս անենք, այն անենք, ամեն ինչ պետք է անենք տարածաշրջանային քաղաքականություն, այդ տարածաշրջանային քաղաքականություն, որ ասում է Ամերիկայի փոխնախագահն եկավ, տարածաշրջանային քաղաքականությունը ոնց է զբաղելու, բամերրանք ասելով, ինչ այս աշխարհում, այս փոխկապակցված աշխարհում, այս լարված իրավիճակում, ինչ տարածաշրջանային քաղաքականություն։ Իսկ հիմա նայենք, թե նաև մեր երկրում, երբ որ խնդիրներ են քննարկում, չէ, ասիկ պայքար է գնում, ընդդիմություն, իշխանություն, փոխադարձաբար իրար վիրավորում են, բաներ են անում, մի հատ ընդդիմությունը մեկ է տեսնում ես մի հատ այնց հայտարարություն արավ, մարդիկ ապշում են, նայում են, հիմա էլ իշխանության պատգամավորը, չեմ ուզում կոնկրետ անունը տամ, որովհետև չեմ կարևորում, թե ասենք կոնկրետ ով է դա ասել, նաև ում հասցեին է ասել, զուտ խոսենք փաստերի մասին, տեսեք ինչն է խնդիրը։ Էսա էլի ուզում եմ ասեմ մակարդակը, իշխող Ազգային ժողովի իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորը մի հատ տպավորիչ օրինակ է բերում, այսինքն մի հատ կարճ տեսանյութով օրինակ է բերում, մի րոպե 24 վայրկյանանոց նկարած, պարզ երևում է, որ դա նկարած է, ուղիղ եթերում չի խոսում, էլի կարող է մարդ ես ուղիղ եթերում խոսելուց մի հատ էլ մի բան սխալվես, դա էլ է հնարավոր։ Ես օրինակ մշտապես դեմ եմ մոնտաժելուն, ոչ թե նրա համար որ չի կարելի մոնտաժել, այլ ասում եմ թե փողոցում մեկը ինձ կանոնացնի մի բան հարցնի, պատասխանելուց որտեղ եմ մոնտաժելու։ Ինչ կա էտա, սխալա, ճիշտ է, հաջորդ անգամ կասենք կներեք, երեք ասենք անզգույշ մի բան ասենք, բայց ինքը լավ գեղեցիկ մոնտաժած, մի րոպե 24 վայրկյանանոց մի հատ նյութ է տալիս, որպեսզի քննադատի ընդդիմությանը։ Ինչ է ասում է, գիտեք, թե որքան է տևել Փարիզի Էյֆելյան աշտարակի շինարարությունը։ 2 տարի, 2 ամիս։ 1930-ական թվականներին։ Հետևն էլ գրապահարանը, ասես գրքերը շարած, լավ չի երևում, այդ ինքը կարդացել է դրանք, թե ինքն է գրել այդ գրքերը, էլի ուշադիր չեղանք չերևաց։ Նկարած բան, ազգային ժողովի պատգամավոր այսքան տարիների ընթացքում աշխարհ են մանեկել, շատ մարդկանց հետ շփվել, երիտասարդ մարդ, որ պետք է ուղեղնել ճկուն ձևով աշխատեր, փաստերը հավաքում 5 հատ այս Էյֆելյան աշտարակը, այս Կոլիզեյը, սա սարքվել է այսքան տարվա մեջ, սա Empire State Building-ը եւ այլ Բուրջ Խալիֆա, մի խոսքով լուրջ հավաքել է, որը քանի տարի է սարքվել, այսինքն աշխատել է դրանց վրա։ Ու սենց էկրանի վրայից էլ երևում է, որ չի զրուցում, կարդում է։ Եվ ինչ ասում, Էյֆելյան աշտարակը կառուցվել է 1930-ական թվականին։ Մարդը եթե նույնիսկ մի բան սխալ է ասում, ինքը ասելուց դի մի անգամից զգա, որ սխալ է ասում։ Ընկեր ջան, բա Ալեքսանդր Գուստավ Էյֆելը, որ 1923 թվականին մեռել է, ինքը մեր հետ չի, բայց իր բարի միտքը մեր հետ է, հա։ Այն աշխարհում էլ այդ մարդուն հանգիստ չեք թողել, հա, ձեզ համար աշտարակ է կառուցել։ Այս խելքին եք, հակադարձում եք, դա համար ես չեմ ուզում կոնկրետացնել, որ ենթադրենք ասում է 2 տարի Էյֆելյան աշտարակ են կառուցել, 15 տարի Կրկեսի շենքը։ Կարող է Կրկեսի շենքի հարցում իսկապես ճիշտ է ասում, որ երկար է։ Չեմ ուզում այդ բանավեճի մեջ մտնեմ, որ հանկարծ չասեն նրանց ապաշտպան։ Ես երևույթն եմ ասում, դու հակադարձում ես մյուս կողմին եւ ցույց ես տալի քո գիտելիքը, հավաքել ես ինֆորմացիա, հասարակությանը ներկայացնում ես, մարդիկ քեզ լսում են ու կարծիք են կազմում, որ ճիշտ է ասում էլի այս մարդը։ Ու մեկ էլ պատահական լսում են, որ Էյֆելյան աշտարակը 1930-ական թվականներին է կառուցված։ Այդ նշանակում է դու մնացածն էլ չգիտես։ Մենակ այն չի, որ այդ չգիտես, որ Էյֆելը չէր կարա կառուցեր ողորմածիկը։ Նաև չգիտես մի բան, որ Էյֆելյան աշտարակը կառուցվել է համաշխարհային ցուցահանդեսի առիթով համար։ Բա ինչ առիթով։ Ֆրանսիական մեծ հեղափոխության 100-ամյակի։ Այսինքն պարզվում է, որ դու 1789 թվականի ֆրանսիական մեծ հեղափոխության մասին էլ տեղյակ չես։ Որը 1789-ից մինչև 99 թվական տևեց, երկու փուլով մինչև 93, հետո 99։ Բա 1930 թվականին ում պատվին էին կառուցել։ Այն չի եմ ասում։ Սա է այս մարդկանց պատկերացումը։ Սա է այս մարդկանց
մակարդակ ու շատ դեպքերում, երբ որ մարդիկ ասում են դե լավ, եթե դուք իշխանություն ըլնեիք, իշխանությանն ասում եք ես վատ արեմ, որ դուք իշխանություն ըլնեիք, բա դուք ինչ կանեիք, կամ էս կանեիք, կամ են անեիք։ Իշխանություն չենք եղել, մեզ չենք կոտորել, որ իշխանություն ըլնենք այսպես անգրագետ։ Մեզ պատիվ չի բերել, մտածել ենք, որ 4,500 տարվա քաղաքակրթություն ունեցող Հայաստանին ավելի արժանավորները թող լինեն։ Կամ էլ թե չէ ամեն գնով չենք համաձայնվել մի բանի, որ գնանք լափի համար իշխանություն ըլնենք։ Իսկ երբ որ դուք ասում եք, բա որ իշխանություն ըլնեիք, ինչ կանեիք։ 20 տարուց ավել հրապարակային խոսել ենք, խնդիրներ ենք բարձրացրել, ծրագրեր ներկայացրել, որը տպագրվել է հատուկ թերթից եմ ցույց տալիս, որ սա ինչ որ որևէ մեկի մոնտաժած կամ ֆոտոշոփ բան չի, որ թերթում երբ որ դու հանդես ես գալի որպես ընդդիմադիր շարքային մարդ, հանդես ես գալիս քո տեսքով շատ բան է փոխվել այս տեսքի եւ հիմիկվա մեջ, այս առավոտ թերթում, այս հայկական ժամանակվա թերթում 20 քանի տարի առաջվա կոնցեպտուալ ձևով որ ներկայացնում ես թե ինչ պետք է անել Եվրամիության հետ կապված այս քայլերը ՆԱՏՕ-ի հետ կապված այս այնքան ամբողջ մի էջով բան գրվում էր որ հիմա նույնիսկ եթե պետք է ալում ձեզ մեջբերումներ անեմ մաս եմ կարդում ձեզ համար որովհետև ասում եմ հիմա այդքան երկար չեն կարդում ամբողջական չեմ կարողանում, բայց 20 քանի տարի առաջվա բանը հանում եմ, մարդիկ լսում են, ոնց որ այսօր ասած լինի։ Բա ասում եք ընդդիմության տեսքը, իսկ հիմա այս իշխանության որոշ մարդկանց տեսել եք 20 տարի առաջվա չեմ ասում, ինչ են ասել։ Հեղափոխությունից առաջվա վիճակը տեսել եք։ Այս ոնց որ մոխրոտիկների ասոցիացիան լինի։ Այն խեղճ մոխրոտիկը մի հատ կոշիկը կորցրել էր, մինչև մի երեսով են տալի։ Իրանք Նիկոլ Փաշինյանի կոշիկը բռնել են ու ասում են ու որ գնաս հետդ կգանք։ Այդ ձևի հայտնվել են պալատներում։ Բա դրա համար է դա ձեր մակարդակը, բա դուք աշխարհին Հայաստան եք ներկայացնում։ Բա այդ որ էկրանի դեմը նստած գրած բանը, հավաքած վրան աշխատած բանը, Էյֆելյան աշտարակի հետ կապված եք սխալվում։ Բա որ այդ նույն բանը հանկարծ դրսում ասեիք, այդ օրինակը բերեիք։ Ասեիք, գիտես ինչ, Էյֆելյան աշտարակը 2 տարում սարքել են, այս ինչ թվին, մեր կրկեսը, կարող է այդ օրինակը դրսում բերեիք, չէ որ ապացուցեիք։ Ու մարդիկ էլ նայեն, ասեն, սող են սրանք։ Այնտեղ Google չկա, որ մտնեք մանգակ, չնայած մանեկասն էլ տեսնում ենք ոնց եք գտնում։ Google չկա, ինչ կա գլխներիդ մեջ է, ու դուք երկիր եք ներկայացնում։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ու գրել Սուրբ եւ անմահ պատարագ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու։ Իհարկե ավանդույթ է դարձել արդեն ամեն կիրակի գնալը, դե անդրադառնում ենք, որովհետեւ հիմա տեսնում եք աշխարհում ու տարածաշրջանում ինչ է կատարում, բայց դե ինքը իր կարևոր գործը իր առաքելությունն ունի։ Եթե Նավասարդ Կճոյանի հետ չգնա, գրկախառնվի ու համբուրվի Դուք պատկերացնում եք, բայց շաբաթը ոնց է ամփոփելու։ Սուրբ գործի ես գնում Կճոյանի հետ։ Դե կներեք էլի։ Հա, բայց հարցը դա չի։ Այս անգամը որակապես փոխված էր նախորդների համեմատ։ Նախորդների հետ կապված ինքը հայտարարում էր, ազդարարում էր, որ ես այս կիրակի լինելու եմ այստեղ, եւ դրա հետ կապված Նույնիսկ մարդիկ գալիս դիմավորում էին իրան, կարկառուն ընդդիմություններ գնում մուտքի մոտ դիմավորում, ասում էր, բա բարով ես եկել մեր գյուղ, եւ այլ, ուզեմ ասեմ, բոլորը գիտեին, որ ինքը գնալու է, իշխանության ներկայացուցիչներն էին գնում, իսկ այս անգամ ինքը ուղղակի, ինչպես կասեր կենթանի դասականը, կուլտուրական ներխուժեց Սուրբ եւ անմահ պատարագ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի։ Հետն էլ ոչ մի պաշտոնյա չկար։ Ինքը մենակ շարքային մարդկանց հետ չոքեց պատարագին, հասկացանք, բայց բան փոխվեց, չէ՞ ժողովուրդ ջան։ Երբ որ մենք ինչ որ մի բան արվում է ասում ենք, մարդիկ ասում են, դե լավ էլի ամեն ինչը քննադատում եք, ժողովուրդ, ինքը իր համար հասկացավ, չէ՞ որ կառավարության անդամներին չպետք է տանես Կճոյանի դեմը չոքացնես։ Աստծո դեմ չես չոքացնում։ Որովհետև այդ նույն կառավարության անդամներին ասում էին, բա Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ պատարագ չի գնում, բա դուք ինչի չեք գնում, ասում որ Փաշինյանը չի գնում, ում համար գնանք։
Աստծո համար չէին գնում, պետք չի թյուրիմացության մեջ գցել մարդկանց։ Գնում էին Փաշինյանի համար, ուրեմն չոքում են Փաշինյանի համար, Աստծո համար չեն չոքում։ Աստծո համար չոքողը առանց Փաշինյանի էլ կգնար ու կչոքեր։ Եվ չէր բացատրի ասեր զարմանալ լրագրողի հարցի, եթե Փաշինյանը չի գնում, մենք ում համար գնանք։ Իսկ երբ որ Փաշինյանը հասկանում է, որ չափներն անցել է ու փոխում է իր մոտեցումը, դա լսում է մեր նման մարդկանց, ոչ թե այն մարդկանց, ովքեր ասում են ուտենք Նիկոլ Փաշինյանի մարմնի այսինչ մասը, կներեք արտահայտության համար նաև այնինչ մասը եւ այլ եւ այլ։ Հիմա ոսմ եք Նիկոլ Փաշինյանը ձեզ ինչ խորհուրդ հարցնի։ Զանգի ասենք ձեզ ասի, բարև ձեզ, ես համացանցում տեսել էի, որ դուք իմ մարմնի այս մասը կերել եք, ուզում եմ իմանամ, իմ այդ մասն ավելի համով թե այն մեկը։ Նա ոնց կարա ձեզ հարգի կամ ձեզ բան հարցնի։ Երբ որ դուք ասում եք դա, այդ կարծիք հայտնողի կարծիքը լսում է, բայց երբ որ դուք նայում եք, որ կարող է մի 10 բան ասենք, մի քանի բան փոխվի։ Եթե նույնիսկ ինքն է այդ խելքին եկել, չասենք ինձ ալսե, բայց եթե ինքը եկել է այդ խելքին, նշանակում է ապացուցել է, որ ճիշտ ենք ասում։ Բա դուք ինչ էիք ասում։ Սուս մնացեք ամեն ինչ լավ է, Փաշինյանն ինչ անում է լավ է անում։ Բա սա էինք ասում։ Իբանել ուղղակի որ առիթ եղավ մի հատ ուզում եմ դրա մասին էլ ասեմ, բանը երբ որ Դոնալդ Թրամփն ասեց ես իսկապես կարծում եմ որ պիտի դրախտ ընկնեմ, բան դրա մասին խոսեցինք, բայց շատ մանրամասը չուզեցա անդրադառնալ, բայց մի հատ հետաքրքիր բան դե Կիրակի օրը ասի մի հատ դրան անդրադառնամ, էլի։ Տեսեք ինչ նախնդիրը, մարդ որը որ ցանկանում էր, եթե ստացվեր սահմանադրությունը փոխելով չնայած դա անիրատեսական էր, ժամկետը երկարացնել, հետո հասկացա որ դա չի լինի, հրաժարվեց այդ մտքից, բայց ինքը դեռ 80 տարեկան չկա։ 79 տարեկանը հունիսի 14-ին նոր կլի 80 տարեկան, բայց արդեն ուզում է ծանոթ գտնի, ծանոթ մեջ գցի, որ բան անի, էլի, այնտեղ մի հատ լավ տեղ գտնի պատուհանի մոտ դրախտում, հա, այն դեպքում, որ սկի Նոբելյան մրցանակ չտվին խաղաղության, էլի, այս երկրի վրա աշխարհի ամենահզոր տիրակալին, բայց ուզում է անդեղի այդ գործ կպցնի։ Այն էլ տեսավ այդ Նոբելյան մրցանակը կարող է ընդհանրապես չտա։ Գնաց Վենեսուելան էլ գրավեց, Մադուրոին էլ բերեց, այն խեղճ աչոնիկը վազեվազ բերեց, մեդալը տվեց, ասեց ախպեր վեր կալ էլի, թե չէ ինձ էլ կկալանավորես։ Բայց երբ որ մարդը ղեկավարում է մինչև վերջի օրը ապագայի մասին, որ խոսում է, դա էինք ասում։ Եվ դրա համար օրինակ բերեմ մեր երջանկահիշատակ Ուինսթոն Չերչիլից, որի մասին այսօր խոսում էինք, էլի, երբ որ Չերչիլի 80-ամյակը լրացել էր, նրան մոտեցել էր, չէ, նկարելու համար մեր բանը նկարիչը հայ կանադական ծագումով Յուսուֆ Քարշը եւ ասել էր պարոն վարչապետ, դե ժամանակ Չերչիլը դեռ վարչապետ էր, պարոն վարչապետ, հուսամ ձեզ 90-ամյակին էլ կնկարեմ։ Իսկ Չերչիլը 80 տարեկան մի հատ չասեց այ մարտով սաղով մեռած այդ ինչ ես ասում, այս գործերի մեջ թաղված չգիտենք եկուց կլուսանանք թե չէ, լացուկոցը չէր դրել։ Շատ լավատեսական ասել էր, կարծում եմ, որ դու այդ ժամանակ շատ ավելի լավ տեսք կունենաս, քան հիմա։ Ու այնպես չի, որ խոսքի տերը չեղավ Ուինսթոն Չերչիլը, ինքը 91 տարի ապրեց։ Այսինքն հաստատ 90 տարի ապրեց։ Յուսուֆ Քարշն էլ ապրեց 93 տարի ապրեց, հաստատ այդ ժամանակը անցավ։ Դե Չերչիլը ծնվել է նոյեմբերի 30-ին 1874 թվականի, մահացել 24 հունվար 1965 թվականի 91 տարեկանում, բայց ինչի է դա ասեցի, ինչի համար եմ ասում։ Բայց նաև մի հետաքրքիր բան էլ կար, ուղղակի որպես էպիզոդ հիշեցի այս 90-ամյակի հետ կապված, որտեղ Յուսուֆ Քարշը իրան նկարել էր նաև Կանադայում 41 թվականին, երբ որ բանի Վաշինգտոնյան կոնֆերանսի շրջանակներում հակահիտլերյան կոալիցիայի ինքը որպես վարչապետ գնացել էր հանդիպում Վաշինգտոնում, նաև գնացել էր Օտավա, այնտեղ պարլամենտում հանդիպումից հետո որ դուրս էր եկել դուրս գալուց, այնտեղ արդեն լրիվ շարել են, որ իրան հանկարծակի նկարեն։ Ինքը շատ վիրավորվել էր, թե ինչի ինձ հետ չեք համաձայնեցնում։ Դե հիմիկվա նման չէ էլի դնես չխկացնես մի 50 հատ մեջից լավը ընտրես, մի հատ է ֆոտոշոպ անես։ Այն ժամանակ շատ դուրս լուսավորություն դրած, ամեն ինչ արած, կամերա դրած եւ այլ, ինքը շատ վրդովել էր, որ ինձ պիտի զգուշացնեք, դե ինչ զգուշացնեին։
Ու երբ որ ինքը եկել էր մի հատ ջղայնությունից ծխելու ժամանակ, գնացել էր, չէ, Յուսուֆ Քարշը ձեռքից սիգարը վերցրել էր ու ինքն էլ սենց շատ ջղայն տեսքով այդ պահին նկարել էր, չէ, այդ նկարը, որը հայտնի էր որպես առյուծի մռնչոց, չէ, ինչի համար եմ ես դա ասում, մռնչացող առյուծը, որ այդ նկարը շատ հայտնի նկար էր, ու երբ որ այդ նկարը նկարող Յուսուֆ Քարշը եկել էր 80 տարեկանում նկարելու, ինքը իրանց հայլի ունեն, ինքը տեսնում է, որ ինքը տարիքով մեծացել է, բայց այնուամենայնիվ այդքան չէր զգում, բայց ինքը գիտեր, որ Յուսուֆ Քարշը որ նկարի, էլի մի հատ մռնչացող առյուծ է նկարելու, ու այդ նկարին երբ որ ինքը տեսել էր, այդ նկարը հասկացել էր, որ ծերացել է, որովհետև համեմատելու բան ուներ, ինչից ինչա դառը, ու անգամ այդ նկարը չէր հավանել նաև Կլեմենտինան Չերչիլի կինը, եւ փաստորեն նենց ստացվեց, որ նեցել չուզեցին այդ նկարը ջրերես դուրս գա, ու չեմ ուզում նենց բան ասեմ, որը որ կարող է դա այդպես չի, մի քիչ համարձակ արտահայտություն կլինի, բայց Չերչիլը դրանից ընդամենը մի քանի ամիս հետո հրաժարական տվեց։ Այն դեպքում, երբ որ այդ մտադրությունը չուներ 55 թվականի ապրիլի 5-ին, այսինքն ծնունդից մի քանի ամիս հետո։ Այն դեպքում, երբ որ դրանից 10 տարի ապրիլ է, դրա համար մահվան թիվը ասեցի։ Այսինքն կարար հրաժարական չտալ։ Առավել ևս, որ ինքը այն ժամանակ, երբ որ հաղթել էին պատերազմը, ինքը լեգենդար անձնավորություն էր, համարում էր, որ պատերազմը ինքն է հաղթել, ու նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը, ոնց որ ասում եմ, Բորիս Ջոնսոնը իրան էր վերագրում, ինքը ընտրությունների ժամանակ պարտվեց, չէ՞։ Պոցդամի կոնֆերանսի ժամանակ նստած աշխարհն են բաժանում, դե Պոցդամի կոնֆերանսը 45 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը, հուլիսի 26-ին ամփոփում են արդյունքները, ինքը գալիս է Լոնդոն, մտածում է գնամ շնորհավորանքը ստանամ, եկե գալի տենում է, որ իրանք պարտվել են։ Ժողովուրդն ասեց դու չես հաղթել, մենք բոլորով ենք հաղթել։ Եվ դրանից հետո վերադարձավ բանակցությանը Կլիմենտ Ռիչարդ Էդլին լեյբորիստներից։ Եվ ինչի համար եմ ասում, որ ինքը ամեն դեպքում ծանր տարավ, բրիտանական կոռեկտության սահմաններում ամեն դեպքում ասում էր, որ իրենց մեծերի նկատմամբ երախտամոռությունը ուժեղ ժողովուրդների բնորոշ գիծն է, այդ ուղղակի Պլուտարխոսի խոսքերն էր ասում, բայց ավելի ճիշտ կոպիտ ասած ինքը ասում էր այ անաղոհացներ էլի, այ երախտամոռներ, դուք իմ արածը չգնահատեցիք, այսինքն եթե ինքը չհիասթափվեր իրավիճակից, ինքը հրաժարական չէր տա։ Այդ ուղղակի ասեցի նրա համար, որ պատկերացնենք, թե լեգենդար մարդիկ ինչպես են վարվում, չեն լավատեսական են ելնում եւ նկարիչի եւ իրանց նկատմամբ, էլի դրախտի համար տեղ չեն ման գալի։ Եվ մեկ էլ մի բան էլ, եթե ժամանակը ներում է մի հատ ասեմ, էլի նորից քննարկվում էր մի հատ հարց, թե ճիշտ է արդյոք Հայաստանը երկու պաշտոնական լեզու նաև ունենա կամ պետական, անգլերեն եւ ռուսերեն, եւ նաև իշխանության կողմից էլ քննադատվեց, որ դա այդ ինչ եք ասում, մենք պետություն ենք, ինքնիշխան, ինչի պիտի ուրիշի լեզուն լինի եւ այլ եւ այլ։ Ուղղակի դրա հետ էլ կապված ասեմ, որ ի վերջո մի հատ իմ պատկերացումը ասեմ, դրա համար դնում եմ մի կողմ ով էր ասում, ով էր հակադարձում, Հայաստանը մոնոէթնիկ ունիտար պետություն է։ Դրա համար մտածել երկրորդ պետական լեզու ուղղակի անիմաստ է նույնիսկ քննարկել։ Սա ուղղակի միանշանակ։ Երկրորդ, եթե մենք խոսում ենք նրա մասին, որ պետք է շատ լավ խորացված իմանալ լեզուներ, իհարկե պետք է։ Բայց այսօր դա այնքան ուշացած մոտեցում է, որովհետև այսօր աշխարհը արդեն այնքան առաջ է գնացել, իրանք ուղղակի ուղիղ խոսակցության ժամանակ ցանկացած լեզվով կարող են խոսքը թարգմանել համապատասխան ծրագրերով։ Այսօր ինչի հետևից եք ընկել, դուք ինչ եք քննարկում հնացած։ Իհարկե ժամանակին նաև եղել է մոտեցումներ, թե ինչ լեզու լինի։ Ուզում եմ ասեմ, որ ժամանակին, այո, շատ ճիշտ որոշումներ կայացնող եղել են։ Օրինակ ասենք, երբ որ Հնդկաստանը Մեծ Բրիտանիայի գաղութատիրությունից դուրս եկավ, սահմանադրությունը, որ պետք է ընդուներ 1965 թվականին, ասում են բերեք ընդունենք եւ գաղութատիրոջ լեզուն պետք է չլինի մեր մոտ պետական լեզու անգլերենը։ Թող լինի մենակ հինդուերեն։ Իսկ այդ ժամանակ Ինդիրա Գանդին, որ դեռ վարչապետ էլ չէր, ընդամենը պարլամենտում էր, падգամավոր էր, ասել էր հոապուշ չեք։ Տեղից էլ գաղութ են եղել։
Եթե մենք հիմա Բրիտանիան պետական լեզու չլինի, մարդիկ էլ նորմալ չսովորեն։ Մենք ուղիղ չկարողանանք կարդանք միջազգային այս լրատվական հոսքերը։ Այդ ամբողջ գրքերը ով է թարգմանելու հինդուերեն։ Քանի տարի է տևելու, որ այդ ինֆորմացիան բնագրից կարդալու փոխարեն թարգմանածը կարդանք։ Խելքներդ գցել եք լրիվ եւ հասկացան, որ այո դա սխալ է։ Եվ ունեն մոտ 22 պաշտոնական լեզու, բայց 2 պետական։ Մի քիչ ուղղակի ասում են անգլերենը երկրորդ պետական, բայց այնուամենայնիվ իրանք հասկացան, որ եթե իրանք անգլերեն չխոսեն, գաղութատիրոջ լեզվով չխոսեն, իրանք կշարունակեն մնալ գաղութ, որտեղ իրանց լեզուն ժամանակակից պահանջներին համապատասխան այդ ինֆորմացիան հոսքը չի ստանա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ էր Բրիտանիայի գաղութ, բայց ինքը անգլերեն էին խոսում, չէ՞, ամերիկյան ակցենտով։ Այսինքն իրանք չէին մտածել, եթե ազատվում ենք Մեծ Բրիտանիայից, ուրեմն բերեք ազատվենք նաև լեզվից։ Այսօր Ամերիկան կարա մի հատ լեզու ինքը ստեղծի իր համար, ուրիշների պարտադրի, որ ընդունեն, բայց ինքը չի գնում այդ ճանապարհով։ Այսինքն ես ինչի համար եմ ասում։ Այսօր ոչ թե պետք է մտածել, որ եթե ռուսերեն ուզում եք զարգացնեք, բազարգացնեիք, տեխնիկական գրականություն ապահովեիք։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, դպրոցում ինչքան ուզում է լավ սովորես, պետական լեզու ունի։ Մարդը պետք է տեխնիկական գրականությունից բան հասկանա։ Այսօրվա տնտեսագետը, ինժեները, բժիշկը կարողանա իր գոլեգա Ղազախստանում իր գոլեգայի հետ խոսա։ Ռուսերեն անգամ, ռուսերենը հաղորդակցության լեզու է ԵԱՏՄ-ի համար, միջպետական։ Որն է ձեր արածի մակարդակը։ Դուք ինչ խնդիր եք լուծել, որ հայ ինժեները կարողանա Ղազախստանի ինժեների հետ խոսել։ Հայ ինժեները કે ռուսի հետ չի կարողանա բիզնես անի, գործ անի, որտեղ իրանք տերմինները մասնագիտական չգիտեն։ Դպրոցական գիտելիքներով չեն համագործակցում։ Բայց այդ անեիք։ Բա միշե հիմա դա անեք։ Հայաստանի իշխանություններն ասում են մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ-ի անդամ, խորացնում ենք, լայնացնում ենք հարաբերությունները, բայց այդտեղի աշխատանքային լեզուն ռուսերենն է։ Բայց դրա մասին մտածեիք։ Իսկ անգլերենը իմանում եք, որ ասենք անգլերեն իմանալով դու բնագրից կարդում ես ամեն ինչ։ Իհարկե պետք է զարգացնել։ Բայց դրան զուգահեռ ավելի լավ է մտածեք, ինչպիսի տեխնիկական հնարավորություններով բացի զարգացնելը բոլոր ուղղություններով մարդը գնա դասընթացների տեխնիկական մակարդակով իրան հետաքրքրող կրթությունը ստանա, որը ինքը չի ստանա բուհում, անգամ չի ստանա, որ չի ստանա դպրոցում, անգամ չի ստանա բուհում, որտեղ լեզու կսովորի, բայց ինքը դրանով աշխատանք չի կարող անել, նրբությունները չի կարող իմանալ։ Բա ինչով եք զբաղված, բանեիք, թե չէ բաներ եք ասում, որը տասնամյակներով արդեն հնացած բան է։ Ու վեճում եք, թե դա ինչ պետք է լինի։ Այսօր ընդհանրապես նման հարցի կարիք չկա։ Այսօր մտածեք տեխնիկական ապահովման հետ կապված բավարար մակարդակով իմանալ հայերեն, այրը բավարար չէ, գերազանց իմանալով, բավարար մակարդակով իմանալ ռուսերեն, եթե որևէ մեկը խորանում է հետները աշխատելու, թող իմանա, եւ շատ լավ մակարդակով իմանա անգլերեն։ Այո, թող իմանա, բայց եւ միևնույն ժամանակ ցանկացած տեխնիկական ապահովության հարց լուծեք։ Ձեզ խայտարակ մի արեք, որ անեք տասնամյակների առաջվա հնացած վեճ, թե ընդհանրապես այդ լեզուն պետք է սովորել, թե չէ։ Հա, ուզում եմ ընտրությունների հետ կապված ասեմ, շատ կարճ դա էլ ասեմ, որտեղ արդեն ուշացավ։ Ես ասել եմ, որ ես մտադիր եմ մասնակցել, ոչինչ չի փոխվել, ասել եմ, որ կբանակցենք, ես բանի պատասխանատվությունից խուսափող չեմ, պաշտոնյալ մեռած չեմ։ Ցանկացած տարբերակի կարանք համաձայնության գանք, գործընկեր համախոհների հետ բանակցում ենք, հենց այդ դա վերջնական դառնա, վերջնական որոշենք ինչը անմիջապես շատ արագ ձեզ այդ մասին կտեղեկացնենք, կարծում եմ դա շատ երկար չի տևի։ Այնպես որ եթե ասում եք, բա ինչի բան չեք ասում, եթե ասում եմ, դա անելու ենք։ Թե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։